Ողջույն բոլորին, նախորդ վիդեոների ընթացքում մենք բավականաչափ զրուցել ենք արկասային տեխնոլոգիաների, նյութերի, գնագոյացության պլանավորման մասին։ Շարունակելով այդ թեման այսօր կանենք շուկայի վերլուծություն և կհասկանանք, որ տների համար են օգտագործում կարկասային տեխնոլոգիաները։ Շատ հետաքրքիր տենդենս կա շուկայում։ Մարդիկ կամաց դադարում են վերաբերվել տներին որպես քառակուսի մետր, և գրեթե միշտ կա հստակ նպատակ, ինչի համար են նրանք այդ տունը պատրաստում։ Ուզում եմ այսպես ծուր ոտեր, որ անպայման մեկը մյուսից այսքան կարճ լինի։ Եվ հենց այդ նպատակից է կախված տան մակերեսը, պլանավորումը, բյուջեն, նյութերը, նույնիսկ տան մթնոլորտը։ Եկեք հասկանանք, թե այսօր Հայաստանում ինչ նպատակով են պատրաստում կարկասային տուն։ Առաջինը դա վարձակալությամբ երկարաժամկետ կամ օրավարձով տրամադրելու համար է։ Այս պարագայում հիմնականում ընտրում են մոտավորապես 30-ից 35 քառակուսի մակերեսով տուն, որտեղ կա կարևոր բան՝ մանսարդ, մոտավորապես 15-ից 20 քառակուսի։ Հիմնականում այսպիսի տները կառուցում են իրենց գոյություն ունեցող հողամասերի վրա կամ եթե մի քայլ առաջ են մտածում շատ հետաքրքիր լոկացիաներում, սարերի վրա, ինչ-որ ջրամբարների մոտ, որպեսզի ստեղծեն միջավայր, որտեղ մարդիկ կուզենան անցկացնել իրենց հանգիստը։ Պետք է հասկանալ, որ այս տները ոչ թե քառակուսի մետրի մասին են, այլ էմոցիաների, զգացողությունների մասին են, և դուք պետք է ապահովեք դա։ Եվ ամենամեծ սխալը այս պարագայում, երբ մարդիկ ուզում են խնայել։ Բայց նմանատիպ տներում չի կարելի խնայել մթնոլորտի, լուսավորության, պատուհանների, օդափոխության վրա, որովհետև այս ամենը այդ 35 քառակուսի մետրը դարձնում է էմոցիա գեներացնող միջավայր, որտեղ որ ցանկանում են վերադառնալ կրկին և կրկին։ Հաջորդը գլեմփինգն է։ Նման է առաջին տարբերակի, բայց ավելի համակարգված և ունի լիարժեք կոնցեպտ։ Այստեղ էլ նույնպես չի կարելի խնայել էմոցիա արտադրող բաների մասին։ Հիմնականում այս պարագայում սխալը կայանում է նրա մեջ, որ տները պատրաստում են միաձև, օրինակ 10 հատ տուն են սարքել 10 նույն ձևի։ Ու խնդրեմ պատասխանեք, եթե ես կամ դուք մի անգամ գնացել ենք այդ միջավայր, ժամանակ ենք անցկացրել որևէ տնակում, իմաստը վերադառնալ և ապրել նույն սցենարով, եթե կարելի է գնալ ուրիշ տեղ և վայելել ուրիշ հանգիստ։ Այս խնդրի գլխավոր լուծումը այդ տներին տալ անհատական ոգի։ Եթե նույնիսկ տները կառուցված են միաձև, չգիտեմ ինչի համար է տենց արել, բայց որոշել է կառուցել միաձև, ամեն տան համար մշակեք իր առանձնահատկությունը։ Օրինակ տերասայի վրա տաքացող ջակուզի կամ ճապոնական ֆուրակա, դա այն չաներն են, որի տակ կրակ են վառում ու մարդիկ մտնում են մեջը էփվում։ Իրականում շատ հավես և էմոցիա ստեղծող բան է։ Իմ սև աղբերներ ջան, մենք Հայաստանից ենք, Արմենիա։ Երրորդ տարբերակը կարող եք տնակներից մի քանիսի մեջում դնել վառարան։ Ձմեռը երբ որ ձյուն է գալիս ու դու փետով վառարան ունես ու նայում ես դրան, լրիվ ուրիշ զգացողություն է։ Մի տեղը շեշտը դրեք պանորամային պատուհանների մասին, նույնիսկ կարող եք տանիքի վրա օգտագործել և մարդ երբ որ պարկում է քնելու հնարավորություն ունենա նայել աստղերին և վայելել միջավայրը։ Մի տնակը կարող դառնա որպես մինի կինոթատրոն եւ այլն։ Բյուջեի վրա շատ զգալի փոփոխություն չի տա, բայց կբերի նրան, որպեսզի մարդիկ վերադառնան ձեր տարածք եւ ունենան տարբեր հանգստի սցենարներ։ Եթե ունեք գաղափարը եւ ուզում եք իրագործել, կարող եք դիմել Տունկրաֆտ։ Մեր մասնագետները ձեզ կօգնեն կատարել ճիշտ որոշում, որը կխնայի ձեր գումարը, ժամանակը եւ ներվերը։ Հաջորդ տարբերակը մշտական բնակության համար նախատեսված տներն են։ Այստեղ ոչ թե կարևոր է էմոցիան, այլ ամենօրյա հարմարավետությունը։ Այստեղ շատ կարևոր է ունենալ հարմար պլանավորում, լուսավորություն, ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում, պահեստավորման տեղեր։ Այստեղ չի կարելի վերցնել ինտերնետից կամ Pinterest-ից նկարներ եւ ասել «Էս եմ ուզում»։ Պետք է լիարժեք հասկանալ, ինչ սցենարով պետք է բնակվեք, որպեսզի ունենաք հարմարավետ միջավայր։ Տունը պետք է աշխատի ամեն օր։ Հաջորդը ամառանոցն է։ Սա նման է որպես վարձակալությունով տրվող միջավայրի եւ մշտական բնակության համար նախատեսված տանը։ Այս տունը պետք է լինի եւ հարմարավետ, եւ էմոցիա ստեղծող, որովհետեւ դուք գնում եք այնտեղ լիցքաթափվելու եւ կարճաժամկետ հանգիստ ունենալու։
Այս պարագայում պարտադիր չէ ամեն ինչ անել լավագույն կերպով։ Կարելի է շատ բաների վրա խնայել, բայց միաժամանակ չպետք է մոռանալ, որ նույնպես պետք է լինի կոմֆորտ եւ հարմար։ Օրինակի համար այստեղ կարելի է ունենալ ավելի պարզ ինժեներական լուծումներ, կարելի է ավելի փոքր իրան պատրաստել, ավելի պարզ հարդարման նյութեր, բայց միաժամանակ հանգստի զգացողությունը պետք է պահպանել։ Հաջորդ տարբերակը շատ քչերի մտքով է անցնում, դա հոստելներն են։ Այս պարագայում շատ կարևոր է այնպիսի տուն կառուցել, որպեսզի աշխատի յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Այս ամենը էմոցիաների մասին չեն, այլ ճիշտ հատակագծի մասին է՝ մաքսիմալ քնելու տեղեր, մաքսիմալ հարմար զուգարաններ։ Մի խոսքով պետք է մտածենք ֆունկցիոնալության մասին եւ որպեսզի յուրաքանչյուր քառակուսի մետրը ձեզ համար գեներացնի գումար։ Հաջորդ տարբերակը նույնպես քչերի մտքով է անցնում, պահեստային կամ տնտեսական տարածքների մասին է։ Ինչի համար են օգտագործում կարկասային տեխնոլոգիաները, որովհետև նա հնարավորություն է տալիս շատ կարճ ժամկետում շատ մեծ քառակուսի մետր ստանալ։ Կարկասը հավաքեցիր, ջերմամեկուսացումը ըստ անհրաժեշտության ավելացրեցիր, ֆասադային նյութերով փակեցիր, փակ տարածքը պատրաստ է։ Այս պարագայում ոչ մի էսթետիկա, միայն հստակ խնդրի լուծում։ Եզրահանգելով կցանկանայի նշել, որ կարկասային տունը դա ինչ-որ շաբլոնային լուծում չէ, դա գործիք է, որը ձեզ հնարավորություն է տալիս լուծել ձեր խնդիրը, կլինի դա մշտական բնակության համար նախատեսված տուն, թե գումար գեներացնող ինչ-որ միջավայր։ Կարող եք դիմել Տունկրաֆտ եւ ստանալ անհատական խորհրդատվություն ձեր խնդրի լուծման համար։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին, միանալ մեր Instagram-յան էջին, որովհետեւ մենք շարունակելու ենք այս վիդեո շարքը կարկասային տների, տեխնոլոգիաների, նյութերի մասին։ Մինչ նոր հանդիպում։